իմ ոտը լրիվ սենց պրոստը ծխվել էր, վեսիմ կամածին ասում եմ տունձի ոտկա առնիչ չէ։ Պատերազմը Արտուշին հաղթել չկարողացավ, ընկերների ու հայրենիքի կորուստը կարողացան։ Սեպտեմբերի 26-ին հերթական անվանականչից հետո ամեն բան դեռ խաղաղ էր։ Արտուշն արդեն ընտելացել էր ծառայությանը։ Սերժանտ Տիգրանյանին իր ծառայակից ընկերներին մի քանի ժամ էր բաժանում մահվանը դեմ առ դեմ հանդիպելու ու նրան հաղթելու համար։ Հենց առաջի օրը Թալիշում ենք եղել, Թալիշում սկսել ենք մեր բլիժնի բոյը իրանց արջև, որովհետև իրանք արդեն չափից դուրս շատ էին ու կուտակվել էին այդտեղ ահավոր։ Ու մենք համարյա մի երկու օրվա տենց տարբերությամբ ընկել ենք շրջափակման մեջ։ Առանց սննդի, առանց արտաքին աշխարհի հետ կապի ու առանց զենքի, բայց ոչ երբեք առանց հավատքի ու ուժեղ կամքի։ Հասել ենք այն մակարդակին, որ կարացել ենք իրենց հետ շփոթել։ Մեր ունեցած զենք ու զինամթերքով ու կարացել ենք այդ շրջափակման մեջից դուրս գանք։ Շատ հաջող ունեցել ենք շատ զոհեր, այդ զոհերը մեր համար շատ մեծ կորուստ էր, որովհետև մենք գնացել ենք հենց ոնց ազնագազմ կար, այդ խմբով էին գնացել, բայց հետ ենք եկել քիչ ազնագազմով, այսինքն ես կորցրել ենք մեր ընկերներին ու դա շատ դժվար է, դեմից որ տնաս քո ընկերը չէ, որ արդեն կողոտ ընկած ու դու պատկերացնում ես այդ ամեն ինչը ու տեսնում ես քո աչքերով լրիվ արդեն ուրիշ ձև պատկերացում է։ Բախտը բերել էր քաղաքացիական ընկերոջ հետ նույն վաշտում էին ծառայում, հետո նաև նույն դիրքում կռվում էին, բայց իմ գրաժդանսկի ընկերոջս եմ կորցրել իմ դիմաց ու շատ բարդ էր էլի, ասենք չէի կարող այդ ամեն ինչը իմ էմոցիաներս զսպել ես ինձ ու այդ օրվանից ես տեսա այդ ամեն ինչը իմ ընկերոջս այդպես վիճակում ես տեսել եմ հա իրան քնած վիճակում, բայց կազապում եմ տեսել քնած վիճակում, բայց ինքս էլ չկար ու չգիտեմ մոտս ինչ էր կատարվում այդ բանի, չգիտեի ինչ էր իմ մոտ լինում այդ ամեն ինչ ու ես իմ մեջ այնքան ուժ կդա, որ ես կարողանամ իմ ընկերոջ վրեժը մինչև վերջ լուծել։ Կորստի մեծ հարվածը չտապալեց Արտուշին, դիրքի հավաքի պատասխանատվության տակ այլ կյանքեր էլ կային։ Ընկերոջ կյանքը փրկել չհաջողվեց, թող գոնե ուրիշը չզգար այդ կորուստը։ Ես այնքան ուժ կդա իմ մեջ, որ կարողանամ այդ ամեն ինչը հաղթահարեմ ու տղեկին ողկեշնչեմ ու տղեկը թե ինձ են ողկեշնչե, թե ես իրանց ողկեշնչեմ։ Պատերազմը չխնայեց նաև մանկության ընկերոջը։ Երկրորդ հարվածից հետո սերժանտին դեռ առաջ մղող ուժ կար։ Արցախը։ Պատերազմից 5 տարի անց նա ժպիտով է հիշում մարտի դաշտում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում իր վիրավորվելու դրվագը։ Այդ պահին իր մասին չէր մտածում, իսկ ինչ կզգան ընտանիքի անդամները։ Ես չէի մտածում, որ կմեռնեմ, պրոստը իմ տնեցոնց համար էի մտածում, որ իրենք այդ լուրը ոնց կտանեն այդ ամեն ինչը, ոնց կտանեն, որ խոսքին ես չկամ կամ խոսքին ես կամ, բայց կիսատ եմ, այդ իրավիճակն է, էլի։ Ու այդ վիրավորումից արդեն ահագին ընկած ենք եղել այդ ժամանակ, իմ հետ ընկերներն իմ հետ ընկած եղել, մոտավորապես մի ժամ ու կես այդպես ընկած ենք մնացի ու չեն կարացել մեզ այդ մարտի դաշտից հանեն։ Գիտակցությունը կորցրել է դիրքերում, անօգնական վիճակում մտածել է, որ ինքն էլ է բռնում ընկերների ճանապարհը։ Իմ աչքերը փակել եմ, всё, ես արդեն գիտեմ, որ չկամ։ Ու զարթում եմ, տերնում այդ պրոստը ոտս շուտ կլեով կպցրած եղնին ոտից, այդպես այդ երկաթները հավաքացել ոնց որ մեր տերմինատորն էր, այդպես ոտս։ 24-ամյա երիտասարդն ասում է, հայրն իր ոգեշնչման աղբյուրն է եղել, ինքը հոր ճանապարհն է անցել, կռվել է, վիրավորվել, ապաքինվել, բայց ի տարբերություն հայրիկի նա կորցրել է հայրենիքը, որի վրա թափվել է նաև հոր ու ընկերների արյունը։ Ես տեսել եմ իր այդ փուլից հետո իր վերականգնվելը, ես էլ եմ իմ մեջ ուժ գտել, պրոստը մի քիչ ցավալին է եկել, որ ես ասենք պարգած ժամանակ ու այդ լուրերը կլսեի ու դուրերը կտեսնեի ու միամիտ հանգարցակի լսեցի, որ այդ պրոստը հողերը տվել են։ Ոտքի կանգնելու մղիչ ուժերից մեկը մարտադաշ վերադառնալն է։ Արտուշը դեռ ուզում է շարունակել կիսատ մնացած գործը, վրեժը լուծված չէ։ Պիտի ոտի կանգնեմ ու պիտի ունես անեմ, որ ես թեկուզ էլի դες ինչ որ մի հատ միջադեպ անի, ես այդ միջադեպի մեջ անի, որովհետև ես այդ ամեն ինչի մեջ անցել եմ իմ ընկերների, իմ աղբերների, իմ հարազատների կողքին։
5 երկար դժվար ու փորձություններով լի տարիներից հետո Արտուշը դուրս է գրվում վերականգնողական կենտրոնից։ Երազանքների մեծ սպորտն արդեն անցյալ է։ Ճակատագիրն Արտուշի համար այլ բաներ նախապատրաստել։ Կշարունակի ոսկերչությունը, որը եւս կիսատեր մնացել, ընտանիք կկազմի։ Սիրելի աղջիկ ունի, որի մասին խոսելիս լայն ժպտում է։ Այս ամենն իր համար եմ անում, ասում է տեսախցիկների հետևում, թաքցնելով փայլող աչքերը։ Վստահեցնում է, ինքը հաղթել է պարտությանն ու պատրաստ է նոր ճակատամարտի բոլոր ուղղություններով։ Սադամ Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։